Պարոն Ասլանյան, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն ըստ էության գոնե քաղաքացիական պայմանագրի մասով հստակեցված է ովքեր են մասնակցելու ընտրությանը, ովքեր են լինելու ցուցակում, ու դուք նախկինում ՔՊ ցուցակով եք առաջադրվել ու դարձել падգամավոր։ Ըստ էության հաջորդ տարի ձեզ այլևս երևի խորհրդարանում չենք տեսնի, քանի որ այդ ցուցակում չեք ու չեք էլ հայտարարել, որ ձեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, որն է լինելու ձեր ճակատագիրը, ձերը, Հովիկ Աղազարյանինը։ Շնորհակալություն, նախ այդպես չէ, մենք պատրաստվում ենք, բայց քանի որ պետականորեն դեռ մեր կուսակցությունը չի գրանցվել, մենք ստիպված եղանք երկրորդ անգամ համաժողով անցկացնել եւ հիմա գրեթե փաստաթղթերը պատրաստ են եւ շատ շուտով երբ որ կհաստատվի, մենք անպայման մասնակցելու ենք։ Ինչ ակնկալիքով եք մասնակցելու, պարոն Ասլանյան, ասում էին նախկինում, որ կոնկրետ ՔՊ-ն Փաշինյանի դեմքով է առաջադրվում ու Փաշինյանին է ընտրում քաղաքացին, քանի որ падգամավորների մեծամասնությանը դեմքով էլ չգիտի։ Հիմա ո՞րն է լինելու ձեր մեխ, այսինքն դուք ինչի հիմքով եք մասնակցում ընտրություններին ու ինչ հույսով։ Մենք մեր մոտեցումները ասել ենք դեռևս արդեն մեկ տարուց առաջ, այնպես որ քաղաքացին կարծում եմ, որ շատերը արդեն համոզվել են, որ պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլյանը ՔՊ-ի դեմքով չեն գալիս եւ պայքարելու են ՔՊ-ի եւ Փաշինյանի դեմ եւ անելու ենք ամեն ինչ, մեզանից կախված ամեն ինչ, որ Փաշինյանը չդառնա վարչապետ, որովհետեւ Փաշինյանը երկիրը տանում է նոր աղետների։ Հնարավոր է, բայց պայքարել Փաշինյանի դեմ, հաշվի առնելով, որ ձեզ հասարակությանը որքան էլ գուցե ձեզ համար ընդունելի չէ, բայց ճանաչում է որպես Փաշինյանի թիմից ուղղակի փախածների, հա, այսպես կներեք բառի համար, բայց այդպես են ձեզ ընկալում։ Նախ փախածներից չեն, թող յուրաքանչյուր մարդ, ով մի քիչ մտածելակերպը զարգացնում է, մտածի հետևյալ ձևով։ Եթե մենք Փաշինյանական ենք, բա էլ մեզ ինչու հեռացրեցին։ Բոլորը գիտեն այդ ամբողջ պատմությունը։ Մենք հեռացված ենք եղել ՔՊ-ից հենց մենակ նրա համար, որ սկզբնական շրջանում ճիշտ է ոչ բացահայտ, բայց նաև ընդդիմադիր կեցվածք ենք ունեցել եւ Աղազարյանին եւ ինձ ներսում համարել են որոշակիորեն ներքին ընդդիմություն, որովհետև երևի թե մենք երկուսով շատ հարցերում համաձայն չենք եղել որոշումներին, բայց հետո ստիպված ենք եղել, երբ որ ասենք լիագումար նիստերում քվեարկել, որովհետև կուսակցական կանոնադրությունը դա է պահանջում, բայց հետո եկել հասել է մի այսպես աստիճանի, երբ արդեն այդ համագործակցությունը չի եղել։ Մենք Պարոն Աղազարյանը եւ ես մենք հայտարարել ենք, որ մենք եւ մեր կուսակցությունը չի շեղվելու իրական հեղափոխական ճանապարհից, այն ճանապարհից, որը հայտարարվում էր 2018 թվականին։ Գիտեք ինչ կա, նախ ես ՔՊ-ում հենց այնպես չեմ հայտնվել։ ՔՊ-ի մինչև ՔՊ-ին պարոն Ասլյանը եղել է ելքի մեջ եւ ելքի մեջ ես հրավերք եմ ստացել, ես այնպես հենց նենց չեմ հայտնվել, ելքի ժամանակ երբ դեռ Սերժի տարիներն էր, ելքով ինձ հրավիրել եւ խնդրել են, որ ես գամ այդտեղ եւ եթե ելքի ժամանակ պարոն Ասլյանը շուրջ 1000 ձայն է ստացել լինելով ընդդիմադիր, ուրեմն պարոն Ասլյանը իրենից մի բան ներկայացրել է, սխալվում են այն մարդիկ, մտածելով թե ես վազելով գնացել եմ ՔՊ, ինձ ՔՊ հրավիրել են, նույնիսկ խնդրել են մտնել ելքի, թող բացեն անցած ճանապարհը նայեն, երբ որ մարդիկ կային, որ ՔՊ-ի ժամանակ այդ նույն առաջին ընտրական տարածքում, որտեղ ես առաջադրվել է եւ 3000-ից ավելի ձայն էի ստացել, ընդամենը մի 190-200 ձայն էին ստացել ՔՊ-ով եւ Նիկոլ Փաշինյանով։
իսկ ես ելքով շուրջ 1000 ձայն։ Տարբերությունը կարծում եմ արդեն հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Մեկ, եւ հետո, գիտեք, մի հետաքրքիր բան էլ կա։ Այն որ դուք ասում եք, որ հիմա բոլորը արդեն ընտրությունների մասին են մտածում, նոր չեն մտածում, որովհետեւ մեր երկրում քաղաքական այրեր չկան։ Գիտեք, քաղաքական այրերի եւ քաղաքական գործիչների տարբերությունը որն է։ Ուինստոն Չերչիլը շատ լավ է բնորոշել, ասում է քաղաքական այրերը եւ քաղաքական գործիչները իրարից տարբերվում են նրանով, որ քաղաքական գործիչները ընտրվելուց անմիջապես հաջորդ օրվանից սկսում են մտածել վերընտրվելու մասին, իսկ քաղաքական այրերը մտածում են երկրի հզորացման մասին։ Կներեք, ես ինձ քաղաքական այր եմ ուզում տեսնել, այն մարդը, որը լիագումար նիստերի դահլիճում երբեք որևէ ավելորդ բան չի խոսել։ Գիտեք ինչ կա, մի բան էլ ձեզ ասեմ, եթե վերցնեք ու այսպիսի մի բան մտածեք, օրինակի համար լիագումար նիստի ժամանակ խոսում են, չէ, եթե նրանց խոսույթներից դուրս հանենք այն բեսեդկային ամբողջ իրար դեմ մեղադրանքները, այն լուտանքները, որ մեկը մեկի վրա թափում են, ապա նրանց խոսույթում ոչ մի գրեթե 95%-ով կոնկրետ նյութի վերաբերյալ որևէ խոսակցություն չկա։ Իսկ ես այն մարդն եմ, որ եթե նյութից չեմ խոսում, ես ընդհանրապես չեմ խոսում։ Չի կարելի խոսել դու այս արեցիր, դու այն արեցիր։ Դեռ 3 տարի առաջ ես ասում էի հերիք խոսեք, հերիք իրար այսպես մեղադրանք դուք թալանել եք, բռնեք համապատասխան տեր տղայեք։ Չի կարելի 5 տարի կերակրել, 6 տարի կերակրել մարդուն թալանի խոսքով, չի կարելի մարդուն շարունակ ասել դուք վատն եք եւ գիտեք հիմա ԿՊ-ի ամենամեծ գործառույթը ինչումն է կայանում։ Ես հաճախ եմ ասել, որ այսօրվա դրությամբ ընդդիմությունն ու ԿՊ-ն շատ սերտորեն համագործակցում են իրար հետ։ Գիտեք ոնց են համագործակցում։ ԿՊ-ն դրել է այսպիսի սկզբունք, ժողովրդին սերմանում է հետևյալը։ Տեսեք, հանկարծ եթե ինձ չընտրեք, ապա գալու են նրանք, ովքեր կան։ Եվ նրանցից վախցնելով, ես առաջ անցնելով ուզում եմ մի բան էլ ասել։ Հենց վաղը, եթե Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեն քաղաքականությունից դուրս գան, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն ու անհրաժեշտությունը միանգամից կվերանա։ Ես դա հստակ եմ ասում, որովհետև այսօր ԿՊ-ն գոյատևում է մենակ նրա համար, որ ընտրությունը մարդկանց դրել է վատի եւ վատագույնի ընտրության առջև։ Պարոն Ասլանյան, դուք ասացիք, որ ընդդիմացող էիք ԿՊ-ին, այն խումբն էիք, դուք եւ պարոն Աղազարյանը, որ երբեմն կարողանում էր դեմ գնալ նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Թիմում այլ մարդիկ այդպիսիք կային, թե ոչ, եւ հիմա արդեն պարզվեց, որ շատ կարկառուն ԿՊԱ-ականներ չեն լինելու ցուցակում։ Հնարավոր է իրենց հետ նաեւ գործակցելու որևէ ճանապարհով քննարկումներ եղել են։ Ոչ։ Առայժմ դա ճշտված չէ, եւ հետո մենք չենք վազելու, մենք պարոն Աղազարյանի հետ մեր գիծը ունենք եւ եթե ընտրություններին մոտակայում որևէ մեկը կցանկանա մեզ հետ քննարկել որևէ բան, մենք բաց ենք։ Եվ հաջորդ խորհրդարանում չեք կարծում ձեզ, որպես այլընտրանքային ինքնություն մենք կտեսնենք։ Մենք պայքարում ենք դրա համար։ Մենք ուզում ենք իսկապես։ Գիտեք ինչ, այ մեր կանոնադրության եւ ծրագրի մեջ եթե նայեք, կտեսնեք, որ բացարձակապես մենք ոչ մի շեղում չենք տվել իրական հեղափոխության։ Եվ հետո մեկ-մեկ որ մարդիկ խոսում են, գիտեք, պատմություն չիմանալը շատ վտանգավոր է։ Օրինակ, ես մի առիթով ասել եմ, որ սիրելիներս, հապա նայեք պատմության մեջ որևէ մի հեղափոխություն, նրանք ովքեր հենց սկզբից սկսել են, մինչև վերջ իրար հետ գնացել են, ոչ Լենինն է, Ստալինն է իրենց ամենասկզբի կազմով գնացել, շատ կներեք, որ մեկն է գնացել, թող իրենք ցույց տան, Չէ Գևարան Ֆիդել Կաստրոից թողեց, հեռացավ, գնաց նորից առանցին հեղափոխություն անելու,
Ճիշտ է թե ոչ։ Ռոբեսպիերը եւ Դանտոնը իրար թշնամի դարձան այնքան, որ Ռոբեսպիերի հրամանով Դանտոնը գլխատվեց, ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության կարկառուն դեմքերն էին Ռոբեսպիերը եւ Դանտոնը։ Սիրելիներս, ինչ եք ուզում, բա Աղազարյանը եւ ես մենք եղել ենք ներսում, Չէ Գևարա չենք, բայց մենք չենք կարողացել գաղափարապես մինչև վերջ գնալ։ Մենք մեր ուղուց չենք շեղվել, իրենք շեղվել հեռացել են, մենք չենք կարողացել, անձամբ ես գաղափարի մարդ եմ, գիտեք ես հաճախ եմ ասել, գնացեք ասել եմ հարց ձեզ տամ, մարդը պետք է գաղափարի մեջ լինել, թե գաղափարը իր մեջ պետք է կրի։ Բոլորը ասում են գաղափարը պետք է կրես դու մեջ, ոչ, դու պետք է գաղափարի մեջ լինես, գիտեք ինչու, որտեվ եթե դու գաղափարի մեջ ես, դու ամբողջության մեջ ես, եթե դու դուրս էլ գաս գաղափարը մնում է, բայց եթե գաղափարը դու քո մեջ ես կրում, դու գիտես ինչ ես անում, գաղափարը տեղն եք աստեղը գցում ես մի կողմ, գնում ես նոր գաղափար ես վերցնում, այսինքն ծախվելու ուրիշ ճանապարհներ կան, սա նրբություն է, բայց շատ-շատերը չեն հասկանում, որ մարդը ինքը գաղափարի մեջ պետք է լինի, որպեսզի եթե դու դուրս գաս, գաղափարը կամ քո դուրս գալով հարստանա, որովհետև դու վատն ես, կամ ասում եմ վատն ես դուրս գաս, կամ էլ լավն ես պակասի։ Այնպես որ ես գտնում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, օրինակի համար տեսեք, ասենք, եթե վերցնենք մեր կանոնադրության մեջ կետեր կան, կանոն ասում եմ, ծրագրի մեջ, չէ, մեր սկզբունքների մեջ այնպիսի կետեր կան, որ եթե առաջիկայում լինենք իսկապես այնտեղ, մենք դա իրականացնելու ենք ու իսկական, օրինակ, ուրիշ բան չասեմ, միայն այն, որ մենք պահանջում ենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդդիմության ձեռքը լինի, որի մասին մենք դեռ 18 թվականին էինք առաջարկում, ոնց կարող է պատահի, դու իշխանություն ես, դու քեզ վերահսկես, դու չես կարող քեզ վերահսկել, պետք է ընդդիմությունը վերահսկի եւ վերջացավ գնաց, այսինքն մեր ծրագրերը հստակ են։ Խնդրեմ։